Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 11 Մեր սրտերը մեր ձեռքերի հետ դեպի երկնքում գտնվող Աստծուն բարձրացնենք։ Ողբ Երեմիա 3:41 Աղոթքը մատնացույց անելով մեր մեղանչական լինելը շատ օգտակար դաս է այնպիսի ամբարտավանների համար, ինչպիսին մենք ենք։ Եթե Աստված մեզ առատորեն ծածկեր ողորմություններով առանց մեր խնդրելու, մենք երբեք չէինք հասկանա, թե որքան անարժան ենք իր բարօրությունների համար։ Իսկական աղոթքը իր տեսակի մեջ մեր կարիքների թվարկումն է, մեր պահանջների գրացուցակը, թաքուն աղքատության բացահայտ խոստովանությունը։ Այն աստվածային ողորմության մասին խնդրանք է և մարդկային դատարկության խոստովանություն։ Քրիստոնյայի ամենաառողջ վիճակն այն է, երբ ոչինչ չունենալով նա ամեն հարցում կախված է Աստծուց, աղքատ է իրենով, բայց հարուստ է Հիսուսով, տկար է, թույլ է, ինչպես եղեգը, բայց զորեղ է Քրիստոսում հավատի սխրանքների համար։ Սրանով է բացատրվում աղոթքի օգտագործումը, որը մեծարում է Աստծուն, բայց մարդուն նետում է այնտեղ, որտեղ նա պիտի լինի հող ու մոխրի մեջ։ Աղոթքը ոչ միայն պատասխան ստանալու միջոց է, այլև հուսալի օգնություն քրիստոնյայի համար։ Ինչպես ամենօրյա մարզումների միջոցով վազորդն է պատրաստվում մրցումներին, այնպես էլ մենք ենք ուժ հավաքում կյանքի մարաթոնի համար սրբազան աղոթքի աշխատանքով։ Աղոթքում փետրատվում են Աստծո արծիվները, որ հետո ճախրեն ամպերից վեր։ Աղոթքը սպառազինում է Աստծո զինվորներին, նրանց ուղարկելով մարտնչելու վահանների և ամուր ձեռքերի դեմ։ Ժրաջան խնդրողը դուրս է գալիս սենյակից, ասես արևն ամպերի հետևից։ Աղոթքը Մովսեսի վեր պարզած ձեռքերն են, որ ամաղեկացիներին ավելի կործանիչ պարտության մատնեցին, քան Նավեի որդի Հեսուի սուրը։ Աղոթքը նետ է, որ արձակվում է մարգարեի պատուհանից և ջախջախում, գուժում ասորիներին։ 4 Թագավորաց 13:17 Աղոթքը մարդկային թուլությունը փոխարինում է աստվածային ուժով, մարդկային հիմարությունը վերածվում է աստվածային իմաստության և հանգիստ, տագնապահար մարդուն լցնում է Աստծո խաղաղությամբ։ Ինչ անսահման, անծայրածիր են աղոթքի հնարավորությունները։ Մենք շնորհակալ ենք Քեզ, մեծ Աստված, շնորհքի գահի համար, որ Քո սքանչելի սիրո համոզիչ վկայությունն է։ Օգնիր մեզ, որ օգտվենք դրանից այս օրվա շարունակության ընթացքում։